Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1123-րդ օրն է։ Շարունակում ենք կարճ, բայց հագեցած եթերների մեր շարքը։ Այսօր շաբաթ է, որոշեցինք ձեզ հետ նորից կիսվել ամենակարևոր նորություններով եւ ռազմաճակատի մասին լուրերով։ Մինչ նորություններին հասնելը ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեր ջեր մեկնաբանությունների, լայքերի եւ մեր եթերների տարածման համար։ Սարատովի մարզում խոցված Էնգելսի 2 օդանավակայանից շարունակվող տեղեկությունների ֆոնին նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վոլգոգրադի մարզի Կարաչաևսկի շրջանում ևս մեկ ռուսական ռազմական օդանավակայանի։ Եթե Էնգելսի մասին հաղորդագրությունները եւ տեսանյութերը շատ են, ապա երկրորդի մասին տեղեկատվությունը քիչ է։ Վերադառնալով Էնգելսի 2-ի հարվածին, ասեմ, որ նոր մանրամասներ են իմացել օդանավակայանի հարվածի հետևանքների մասին։ Մեր տվյալներով, բացի Tu-95MS ռազմավարական ռմբակոծիչների խոցումից, բարի դրոնների հարվածի արդյունքում ոչնչացվել են նաև ռմբակոծիչի 2 օդաչուներ։ Սա շատ լավ նորություն է, քանի որ Ռուսաստանում մեծ փորձ ունեցող օդաչուները շատ չեն, եւ թե ինքնաթիռների, եւ թե օդաչուների ոչնչացումը սեփական բազայում անկասկած հաջողություն է ուկրաինական կողմի համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 142 մարտական բախում։ Անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության բանակի ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին խոցել են թշնամու 26 անձնակազմի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման տարածքներ, հրամանատարական կետեր, հոբ համակարգեր, հրետանային համակարգեր եւ էլեկտրոնային պատերազմի կայաններ եւ այլ ռուսական թիրախներ։ Կուրսկի եւ Բելգրադի մարզում մարտերը շարունակվում են։ Կուրսկի մարզում մասնավորապես Ուկրաինայի զինված ուժերը կասեցրել են ռուսների 23 գրոհային գործողություններ, մեկ բախում դեռևս շարունակվում է։ Լայնածավալ պատերազմի սկզբից 22 թվականի փետրվարից հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները կազմել են մոտավորապես 902,010 օկուպանտ, մեկ օրում ավելանալով 1210 օկուպանտով։ Վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է օկուպանտների ավելի քան 550 միավոր տեխնիկա եւ սպառազինություն, այսինքն նոր մեծ կոնկրետ ջարդ է տեղի ունեցել մարտի դաշտում, 550 միավորը դա երևի թե սովորական օրերի վրա եթե տարածենք առնվազն 2 օրվանից ավել է ստացվում։ Շաբաթ գիշեր ռուս զավթիչները Շահեդ տիպի 179 հարվածային դրոններով փորձել են խոցել Ուկրաինայի խաղաղ քնած բնակավայրերը, դրանցից 163-ը ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։ Ռուսական հարվածի արդյունքում տարբեր աստիճանի տուժել են Զապորոժիայի, Խարկովի, Սումիի եւ Կիևի մարզերը։ Ամենաշատը տուժել է Զապորոժիան, որտեղ ռուս զավթիչների հարձակման զոհ է դարձել մի ամբողջ ընտանիք։ Զապորոժիայի վրա հակառակորդի հարձակումը խլել է 3 մարդու կյանք, 12-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Կրասնոդարի երկրամասի Կավկասկայան նավթի փոխադրման կետը, որը խոցվել էր բարի դրոնների կողմից, արդեն 3 օր է այրվում է։ Անցած գիշեր Ռուսաստանի տարածքում նույնպես գործել են ուկրաինական դրոնները։ Ռուսական բանակին օգնող արտադրության խոցում կա Սամարայի մարզում։ Հիշեցնեմ, որ բոլոր կադրերը կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Կարևոր մեսիջ Մեծ Բրիտանիայից Լոնդոնը զգուշացնում է Պուտինին, հիշեցնելով, որ մեկ միջուկային սուզանավը կարող է այրել ռուսական 40 քաղաք։ Ռուսաստանը վախենում է Մեծ Բրիտանիայի Trident ծրագրից, որը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի միջուկային զսպման, տեղակայման եւ շահագործման համար։ Այս մասին շաբաթ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը Telegraph-ին։ Իր հերթին թագավորական նավատորմի պաշտոնաթող ծովակալ Քրիս Փերին Telegraph-ին հայտնել է, որ բրիտանական մեկ միջուկային սուզանավը ունակ է այրել ռուսական 4 տասնյակ քաղաքներ։ Զինվորականի կարծիքով դա Կրեմլի բռնապետ Վլադիմիր Պուտինին պետք է մտածելու առիթ տա։ Այսօր ես նաև կուզեի ձեզ հետ խոսել եւս մեկ թեմայի շուրջ, որը մենք հաճախ չենք քննարկել մեր եթերներում, ընդամենը 1-2 անգամ։ Օրերս Հայաստանի առաջին ալիքին հանրային հեռուստատեսությանը տված իմ հարցազրույցում ես խոսեցի օկուպացված տարածքների մասին, որը դրսից կարող է Պուտինի կողմից ինչ-որ լուրջ ձեռքբերում թվալ, բայց դա այդպես չէ, քանի որ դա ավելի շատ բեռ է, քան ձեռքբերում, քանի որ ժամանակ խնայելու համար հայկական հեռուստալիքով այդքան մանրամասն չխոսեցի, այստեղ եմ ուզում անդրադառնալ, դե այստեղ մենք ենք տնօրինում ժամանակը։
Վերադառնալով այն փաստին, որ ես օկուպացված տարածքները բեռ եմ անվանում, դա այն պատճառով է, որ այդ հողերը, տարածքները ենթակառուցվածքային կախվածության մեջ են Ուկրաինայից, ջուր, լույս, գազ գործնականում ուղիղ կապի մեջ են Ուկրաինայի այլ շրջանների հետ։ Ի դեպ, Ղրիմի ջրի խնդիրը Խերսոնի մարզի նկատմամբ Պուտինի հավակնությունների պատճառներից մեկն է, բայց այստեղ էլ նրա բախտը չի բերում, ջուր չկա օկուպացված շրջանների համար եւ չի էլ լինի։ Բայց միայն Ղրիմը չէ տառապում ջրի պակասից, Ղրիմում գոնե մի քիչ խմելու ջուր կա, բայց օրինակ Դոնեցկում եւ Լուգանսկում կան բնակավայրեր, որոնք ամբողջովին ջրազրկված են։ Դե միայն ջրազրկումը չի, գիտեք, որ մարտերի արդյունքներում մի շարք քաղաքներ վերածվել են քաղաք ուրվականների, բայց որտեղ մարդ կա ջրի, լույսի, գազի եւ կոյուղու եւ շատ այլ բաների կարիք ունի, որը Ռուսաստանը չի կարողանում ապահովել։ Իդեպ խորհրդային միության տարիներին հենց դա էր Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու պատճառը։ Ղրիմն առանց Ուկրաինայի կարող է միայն գոյատևել, բայց ոչ մի կերպ չի կարող զարգանալ։ Նույնը վերաբերում է Դոնբասին, Խերսոնի եւ Զապորոժիայի օկուպացված տարածքներին։ Ռուսաստանը ձախողել է անցած 8 տարում ինչ որ բան այնտեղի բնակիչներին տալու համար, որոշակի ուշադրություն եղել է Ղրիմում, բայց մնացած տարածքներում զարգացում չի եղել, այսինքն Ռուսաստանը ունակ չէ ապահովել հարմարավետ կյանք այդ շրջաններում։ Եվ պարզ է, որ եթե 8 տարում ոչինչ չեն արել, առաջիկայում էլ չեն կարողանալու, որովհետև Ռուսաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, թեև շատ կասկածում եմ, որ առաջիկա տասնամյակներում Ռուսաստանը կմնա նույն տեսքով, ինչի 2013-ին էր, բայց դա ուրիշ թեմա է։ Եվ հենց սա էր պատճառը, որ Պուտինը ցանկանում էր գրավել ամբողջ Ուկրաինան, այլ ոչ թե առանձին կտորներ։ Նա սկսեց փորձել առանձին կտորներ գրավել, երբ պարզ դարձավ, որ հնարավոր չէ հաղթել Ուկրաինային։ Կիևը չի նվաճվել, իսկ փետրվարի 22-ից սկսված լայնածավալ հարձակման արդյունքում ոչ մի մարզ կենտրոն, ոչ մի կենսական նշանակության օբյեկտ կամ քաղաք չի գրավել։ Մարիուպոլը ռուսների համար կարող էր քիչ թե շատ արժեքավոր համարել, քանի որ այն շատ ուժեղ զարգացավ Դոնեցկի գրաված լինելու 8 տարիների ընթացքում, բայց քաղաքը մեծապես տուժել է մարտերի ընթացքում եւ նույնպես կորցրել է տնտեսական նշանակությունը։ Բացի այս շրջանների կենսունակության ապահովման խնդիրներից կան նաև ռազմական նպատակահարմարության կորուստ, օրինակ հին ռուսական մտածելակերպի համաձայն Ղրիմը Պուտինին պետք էր Սևծովում գերիշխելու համար, բայց նորագույն ուկրաինական դրոնների շնորհիվ Ռուսաստանը կորցրել է ոչ միայն գերիշխանությունը Սևծովում, Ռուսաստանը զգալի խնդիրներ ունի ընդհանրապես Սև կամ Ազովի ծովերի օգտագործման հարցում։ Պարզապես այն պատճառով, որ ամեն ինչ գտնվում է ուկրաինական դրոնների քրակային հսկողության տակ։ Այդ իսկ պատճառով Ղրիմը եւ մյուս շրջանները Ռուսաստանի համար դարձել են առանց բռնակի ճամպրուկ։ Այս ամենը շատ դժվար է տանել, բայց քանի որ քաղաքականություն են խաղում, այդ պատճառով էլ չեն կարողանում թողնել։ Փաստացի Պուտինն ու Ռուսաստանը իրենց հիմարության գերին են դարձել։ Կրեմլը չի գիտակցում, որ բոլոր adekvat մարդիկ աշխարհում արդեն հասկանում են, որ Պուտինը, Ռուսաստանը պարտվել են պատերազմում։ Ինչու են պարտվել, որովհետև նրանք ուզում էին ամբողջ Ուկրաինան իր տարածքներով, ռեսուրսներով, մարդկանցով, քանի որ նաև ժողովրդագրությունը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար, բայց Պուտինը չստացավ այս ամենը։ Չստացավ տարածքներ, փոխարենը ստանալով կրճոններ, ռեսուրսների փոխարեն այրված դաշտեր, գործարաններ եւ քաղաքներ, իսկ մարդկանց փոխարեն թաքնված թշնամիներ օկուպացված տարածքում եւ բաց թշնամիներ ողջ ազատ Ուկրաինայի տարածքում։ Այդ իսկ պատճառով ոչ մի չափանիշով Պուտինը Ռուսաստանը չկարողացավ հաղթանակ տանել, դե եթե չի հաղթել, ուրեմն պարտվել է պատերազմում։ Ոչ մի կերպ Պուտինը չի կարող բացատրել միլիոնավոր մարդկանց կորուստը, թեկուզ Ուկրաինայի գենշտաբի տվյալներով 900,000-ից ավել է, բայց գիտենք, որ ռուսական մի շարք հաստատությունների տվյալներով վաղուց արդեն միլիոնից անցել է։ Դրա համար էլ պուտինիստները սկսել են փոխել իրենց շեշտադրումները իրենց ռոպագանդայի մեջ, ասելով, որ իրենք գրավել են Ուկրաինայի 1/5-ը, ինչը իբր հաղթանակ է։ Իդեպ Հայաստանում էլ են շատերը այդպես կարծում, ես դա պարբերաբար տեսնում եմ սոցցանցերում, երբ մարդիկ ընկնում են ռուսական քարոզչության տակ, նրանք չեն խորանում նրբությունների մեջ, իսկ ամբողջ իմաստը նրբությունների մեջ է։ Ուկրաինան նույնիսկ ժամանակավորապես կորցնելով իր տարածքի 20%-ը շարունակում է զարգանալ եւ մարդիկ այստեղ ոչ թե գոյատևում են, այլ ապրում են։ Ոմանք դժվարությամբ, բայց զարգանում են։ Երկիրը սովորել է ապրել պատերազմական պայմաններում, երկիրը պահպանել է իր լոգիստիկ հնարավորությունները, ներառյալ ծովային նավահանգիստները, երկիրը արտադրում է հսկայական քանակությամբ ագրոպրոդուկցիա, պահպանվել եւ զարգանում է արագ տեմպերով նաեւ արդյունաբերությունը։
Եթե Ռուսաստանը ոչ մի նոր հրթիռ չի ստեղծել անցած տարիների ընթացքում, ապա Ուկրաինան սերիական արտադրություն է սկսել 2 տարում եւ կարճ եւ հեռահար հրթիռներ է արտադրում, ել չեմ խոսում տասնյակ նոր տեսակի ուկրաինական դրոնների մասին, որոնք ամեն օր խոցում են թիրախները հենց Ռուսաստանի տարածքում։ Փաստորեն Ուկրաինան ներկայումս տարածաշրջանում միակ պետությունն է, որը արտադրում է երկիր-երկիր հրթիռներ մինչև 1000 կիլոմետր հեռահարությամբ։ Երկրներ, որոնք ունեն սեփական 1000 կիլոմետրանոց թեվավոր հրթիռներ, կարելի է հաշվել մատների վրա, եւ այժմ մենք նրանցից մեկն ենք։ Եթե առանձին դիտարկենք հրետանային համակարգերի արտադրությունը, ինչպեսին Սեզարն է, որը Հայաստանը պատվիրել է Ֆրանսիայից, մեկ տարվա ընթացքում Ուկրաինան արտադրել է ավելի քան 150 հրետանային համակարգ, ինչը ռեկորդային է, ավելի շատ, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած։ Պարզապես պատկերացրեք առաջընթացի մակարդակը։ Իհարկե, մենք կցանկանայինք ավելի խաղաղ արտադրանք ստեղծել, բայց կյանքը մեզ ստիպել է արտադրել ռազմական արտադրանք եւ շարունակել ընդլայնել մեր արտադրությունը։ Իսկ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նույնիսկ Ամերիկան է պատրաստվում գնել ուկրաինական դրոնները, ճիշտ է, առայժմ շատ սահմանափակ քանակությամբ, քանի որ մենք ինքներս դրա կարիքը ավելի շատ ունենք։ Այս ամենը ես ձեզ ասացի ոչ միայն նրա համար, որ մանրամասն տեղեկանաք, այլ նաև որ իմանաք, որ Հայաստանը նույնպես կարող է դա անել։ Դրա համար ընդհանրապես պետք է իշխանությունների քաղաքական կամք։ Վստահ եմ, որ հայերի ինժեներական միտքը ի վիճակի է եւս ստեղծելու Հայաստանի համար անհրաժեշտ նոր զենքեր, որպեսզի իմանաք թռչող անօդաչու սարքերը իրենց նշանակությամբ սկսել են ստվերել հրետանային արկերը, դրոններն են զբաղեցնում հիմնական տեղը մարտի դաշտում, ժամանակակից պատերազմում։ Ապագան դրոններինն է եւ դրա համար էլ Ուկրաինան արտադրում է դրանց բոլոր տեսակները՝ թռչող ցամաքային, վերգետնյա, ջրի վրայի եւ ստորջրյա դրոններ։ Մենք դեռ երևի թե չենք արտադրում ստորգետնյա դրոններ, պարզապես որ առայժմ պետք չի եկել։ Ես կուզեի, որ իմանաք, Հայաստանը նույնպես կարող է դա անել, առնվազն Ուկրաինայի հայերը կօգնեն։ Ուկրաինայի հայերը հիմա էլ փորձում են օգնել։ Գիտեմ Հայաստանի ռազմարտունաբերական համալիրի վերաբերյալ լուրջ առաջարկների դեպքեր, բայց ցավոք դրանք չեն իրականացվել։ Հիմա կոնկրետ մանրամասներ չեմ նշում, որովհետև սա իմ գաղտնիքը չէ, բայց կարծում եմ կընդունեք իմ խոսքը, գիտեք, որ ես միշտ փաստերով եմ խոսում։ Լավ, շատ չերկարացնեմ, տեղեկատվությունը Ուկրաինայի շուրջ շատ է, աշխատում ենք ձեր ուշադրությանն արժանի լուրերը տեղադրել մեր Telegram-յան ալիքում։ Այսքանով ավարտեմ մեր շաբաթօրյա եթերը, ձեզ լավ օր եմ մաղթում։